Մեր պատմական փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ողջունենք յուրաքանչյուրդ Քրիստոսով սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Աստծո բարքունանք այս օրվան համար եւ լական օրվան համար եւ գուրանանք Տիրոջմեն, որ յուրաքանչյուրս այս պահում կգտնվենք իր ներկայության մեջ, իր տանը մեջ։ Դեպի քուրսը նվազ 5 է, նվազ 6 է, բայց Տիրոջ տան մեջ կա չերություն, կա ուրախություն, կա խաղաղություն։ Եվ այսօր մեր ուրախությունը կրկնաբադիկ է, որովհետև մեր պաշտամունքին մաս պիտի կազմեն և իրենց բաժինը պիտի բերեն մեր եկեղեցու երիտասարդները։ Բարի եկած եք բոլորդ, սիրելի երիտասարդներ, երիտասարդուհիներ, քույրեր և եղբայրներ։ Եկեք սիրելիներ, ոտնգայս տերունական աղոթքով սկսենք մեր պաշտամունքը։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Այն է, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես Տեր արքայություն քո, Եղիցի կամ քո, որպես երկինս և երկրի, զգաց մեր հանավազոր, դուր մեզ այսօր, և թող մեզ զբաղվիս մեր, որպես և մենք թողունք մերոց պարտավորած, և մի տանիրս մեզ փորձություն, այլ բրգյաց մեզ իչարե, Զիքոյ արքայություն և զորություն և պարկ հավիտյանը սավիելից, ամեն։ Կամեցեք, սիրելի քույրեր և եղբայրներ, պարկ ուտանք Աստծո սիրելիներ այս օրվան համար, և մենք շուտով արիթ պիտի հանցնենք մեր սիրելի երիտասարդներում, և այս մեկը ինքնին յուրաքանչյուրիս համար ուրախություն է, և ինքնին ալավելի ուրախություն է այս պահը Տիրոջ սրտին։ Գավադամ, որ այս պահվա մեջ Տիրոջ աչքը բաց է այս վայրի վրա, և գավադամ, որ Տիրոջ աչքը պահավան է մեզմե յուրաքանչյուր բաժին բերող ծառայող երիտասարդ և երիտասարդուհի համար։ Ինքնին աղոթքի պատասխան է սիրելիներ այսօրվա պաշտամունքը, և նախքան բեմը հանձնելը մեկ բան պիտի ասեմ, որ պաշտամունքը Աստծո է։ Ով որ այդ պաշտամունքը մատուցողը ներկայացնողը մենք պաշտամունքը կբարձրացնենք Աստծո։ Եվ այս պաշտամունքին ընդգեչեն փառավորվողը և մեծարվողը մեր Տերը և մեր Աստվածն է։ Եվ մանավանդ այսօր, մինչ երիտասարդները պիտի բարձրանան, կուզենք քաջալերել մեր երիտասարդներուն Աստծո խոսքով։ Մենք խոսքով, աղոթքով քաջալերեցինք և պետք է նազը լսենք և գավադամ, որ ամբողջ ապրվա ընթացքի յուրաքանչյուրս աղոթեցինք, որովհետև հայտարարած ենք, որ առավել աղոթողը լանք այսօրվա պաշտամունքին համար։ Բայց ինքնին քաջալերանքը ու կար սիրելի երիտասարդներ և երիտասարդուհիներ Տիրոջ խոսքեն, որ Հովհաննես առաքյալ գսե գրեցի ցեզի երիտասարդներ, Հովհաննես առաքյալ ցեզի համար գրեց։ Ինչու՞, որովհետև դու ուժով եք, զորավոր եք, և Աստծո խոսքը ձեր մեջ կբնակի և դուք չարի հաղթեցիք։ Ինքնին սիրելի երիտասարդներ և երիտասարդուհիներ, այստեղ ձեր ներկա ըլլալը կփաստի այս համար, որ դուք ուժով եք, դուք զորավոր եք, դուք մերժած եք աշխարհեն և չարեն եկած ամեն հրավիրիչ առաջարկներ և ձեր երիտասարդությունը նվիրած եք Աստծո։ Եվ Աստծո խոսքը ձեր մեջ կբնակի, և լսեք, կհավատամ, որ Աստծո խոսքը կբնակի յուրաքանչյուրի մեջ, որովհետև ձեզ մեջ շատեր ձեր մանկութենեն լսեցիք Աստծո խոսքը։ Մենք այսօր ձեզ կտեսնենք երիտասարդուհիներ, բայց չեք կրնարկումնալ այն օրերը, երբ դուք Կիրակնորիայի աշակերտ և աշակերտուհիներ էիք, և դուք դարձաք Բադանիացի բարման և բարմանուհիներ, և բարք Աստծո, որ այսօր եղբայրացությանս երիտասարդներ և երիտասարդուհիներ եք։ Յուրաքանչյուրի տերերի բաժինը Աստծո առջև հաճելի և ընդունելի է։ Յուրաքանչյուրը ինչ որ կներկայացնեք այս պահվան մեջ, կհավատանք, որ անիկա հոգիով է, կհավատանք, որ անիկա Աստծո ներկայությամբ է։ Եվ Տերը այսօր յուրաքանչյուրի ինչ բաժին որ հանձնած է, կհավատանք, որ դուք անիկա հավատարմությամբ պատրաստեցիք, բծախնդրությամբ պատրաստեցիք, և ձեր լավագույն ձևով պիտի ներկայացնեք։ Եվ Հեսուի առաջին գլխում 6-րդ համարի մեջ Աստված Հեսուին գսե, որ այս ժողովուրդը դու պիտի առաջնորդես։ Եվ այսօր մեր սիրելի եղբոր Մանուկին Աստված գսե, որ Մանուկ այս ժողովուրդը դու պիտի առաջնորդես բարապանությամբ։ Դու պիտի առաջնորդես այս ժողովուրդի երկրպագությամբ։ Անոր համար ընդրած, կանչած
եւ պատրաստած է մեր եղբոր։ Եկեք սիրներ, զորավոր ծափարություններով Այսօրվա առաբանջում ուզեմ սկսել Սամոսով, որը պիտի ինտերցեմ մեր եղբայր Ռաֆին, ուր կտեսնենք Աստծո զավակներուն բաղձանքը Աստծո տան և սրահին և անոնք ինչպես գնախնդրեն Աստծո տունը ուրիշ վայրեր։ Բաղձանք Աստծո տանը, գորխի որդիների Սավմոսը։ Ինչպես սիրելի են ու բնակարանները, ով զորացած Տեր, իմ անձս կփափակի ու նաև կմարի Տերոջ սրահների համար։ Իմ սիրտս ու մարմինս ծունծությամբ կհավաքեմ կենդանի Աստծուն։ Ջնջուղքն ալ տուն կտա ու ձեռնակները իրեն փույն, իր ծագերը դնելու համար։ Քու սեղանները ով զորացած Տեր, իմ թագավոր ու Աստվածս, Երանի անոնց որքու տանդ մեջ կփնակին, անոնք անդադար քեզ պիտի օրհնեն, Երանի այն մարդոց, որոնց զորությամբ քեզ մեհ է, որ ու իրեն սիրտի մեջ տանը ճամփաներ կան։ Արտասված հովիտեն անցներով աղբյուրի պես գնեն Զանիկա։ Առաջին անձրևն ալ օրհնություն է, պիտի ծածկե Զանիկա։ Անոնք զորություն պիտի երթան, մինչև որ Սիոնի մեջ Աստված Աստծո առաջ երևան։ Ով Տեր, զորացած Աստված, լսե իմ աղոթքս, ականջիր ով Հակոբի Աստված, ով մեր վահան Աստված, տես ու քո օձյալդ երեսին նայ։ Վասնզի ու սրահներով մեջ մեկ օր ուրիշ տեղի հազարն է արեք։ Ավելին նախնդրեցի իմ Աստծո տան շեմին վրա գենալ, քան թե ամբարիշների վրաներու մեջ բնակիր։ Քանզի Տեր Աստված արևն ու վահան է, Տեր շնորհ ու փառք պիտի տա, բարությունը պիտի չբարձեցնես ուղղությամբ քարոներեն, ով զորացած Տեր, երանելի է քեզ ուսացող մարդը։ Ամեն։ Եկեք մենք Սամոս երկու նման մեր ուրախությունը հայտնենք, որ այստեղ միասնաբար հավաքված ենք պարապանելու, Տիրոջ անունը մեծարելու, աղոթելու, խոսքը լսելու և մեր հոգիները մոլորելու։ Ամեն։ Oh
Հին ուխտի մեջ գարտանք Երիքովի բادرու մասին, որը Իսրայելի ժողովրդին կոստացված կանանով գերվի, մուրատության գատի ու մեղրի քաղաքը Ճապան ինչնենք Normal, Frankis, normal. Երբ որ ասված Իսրայելի ժողովրդին գազադե իրենց ճաճարանքեն, իրենց խոստարան կանոնի մտիրա, իրենք ճամպան երբ որ երտային կանտիվեն երկովի բարձր բադերոն, անդեղը իրենք դժվարություն ունենային անցնելու, ինչպես շատ անգամ մենք մեր կյանքի մեջ դժվարություններ մելամ եզի Աստծո հետ կապվելու վախ և միշտ դավություններով, ուրեմն երբ որ հասնեին պատինքովը, ասված իրենց կսեր, որ 6 օր դարձել և վերջին օրը պարապանելով, աղանելով և տնտուկնելով բադի շուրջը դարձել և ես պիտի իջեցնեմ այդ բաները, իրենք Աստծո խոսքը մտիգնելով գելեն 6 օր կդառնան և 7-րդ օրը կահանանելով, շեփորներով, տնտուկներով, պարապանությունով դառնան և այդ բոլոր իրենց բարիստները, որ իրենց դժվարությունները գարան ամենը դպլեր։ Այժմ դրավել եմ եղբայր Արմանը մեզի մեր պարապանությամբ միանալով իրար հետ պարապանենք Աստծուն, որ մեր դժվարություններն համար և բոլոր ծավերը
որ քեզ մեզ հայրս նիքոս ամենաբզդիկ բանեն, ամենամեծ բան, որ կկատարվի մեր կյանքի մեջ շնորհակալություն կհայտնենք քեզ Աստծո։ Սկսած, որ մենք այսօր մեր աչքերը բացինք եւ հավաքվեցանք, որ եկանք, որ քեզի բարավորենք մեզ առաջ։ Շնորհակալ եմ, որ մեզի կդաս ուժ, մեզի առաջնորդես։ Շնորհակալ եմ մեր եկեղեցու բոլոր անդամներուն համար, ամենաբզդիկ եմ մինչև ամենամեծ, ամենաեզերուն եկեղեց քույրերուն եւ եղբայրներուն որ առողջություն եւ զորացում իրենց որ իրենք կգնան քար եւ աստրանային ֆիզիկապես կեցի բաշխել եւ աղոթել եւ ամենաբզդիկին ով դեր կրկտում վրա եւ ամենաբզդիկեն առաջնորդել որ ամենաբզդիկ եւ երկացած ծերունքները ճիշտ կան եւ ուժամիտ մեջ շնորհակալություն կհայտնեմ նաեւ մեր երիտասարդացին համար, մեր ուղին համար, որտուն հավաքեցի մի քանի երիտասարդ շնորհակալություն կհայտնեմ մեր առաջնորդներուն համար, որտուն մեզի դիր քթացող եւ մեզի սիրող առաջնորդներ, շնորհակալ եմ այս ուղին համար, շնորհակալ եմ եկեղեցու, շնորհակալ եմ մեր առաջնորդող եղբայրի համար եւ ու մեզի հետ եղի առաջնորդները եւ միշտ առաջնորդ է մեզի որդեր։ Այս ամենացիքեցի և աղիթեցիկություն և աղդանաններ, իլեմ որ լսեցի և բալասնանեցի ամեն։ Մենք երիտասարդներս ամուր բռնած ենք այս ոստում, որ պիտի ծառայենք եւ մինչև ձերություն։ Ամեն։ Բդու պիտանք Աստծո աչքի մեջ։ Գաղավանք, որ դերը մեր հետ է, մեր ապավենն է, նեղություններում մեջ միշտ մեզի օգնական է։ Ամեն։ Մինչ այս երկենք, ետքը պիտի լսենք վկայությունը արև կրոջ, որ մենք, որ բայլած է Աստծո բարք։ Ամեն։
առաջինովս ձեզ հետ բաժնեցի, երբ ամսյալ դարի հունվարին դեղի ունեցավ առաջին մեր երիտասարդացի հավաքը, մեկ ամիս անց ես հայտնվեցա շատ դժվար վարակայինը առաջ գանքնեցավ։ Երբ այդ կուտամ Աստծո, որ երիտասարդացի հոգևոր նյութերում շնորհիվ ես այսօր այստեղ գանքնած եմ եւ ունիմ այն բոլոր հարցումներով պատասխանը, որոնք իսկապես ինձ գտան չէին եւ Տերը հայտնեց։ Ամեն որ գուխայի երիտասարդ Տերոջ մեկ խնդրեի, որ ինձ հայտնե, իր խոսքը հայտնե։ Եվ առաջին անգամ ես խոսքի մեջ թեվավ այս նախատասությունը, պետք է քու աստվածաշունչը բացելա, որպեսզի Աստված խոսի քեզի հետ։ Իսկ երկրորդը, երբ եղբայր Նազոկ Քեշկերյանը իր նյութին մեջ թերավ ժողովողի 13-րդ մեկը Ստեղջիդը երիտասարդյան օրերուն մեջ իշեր, այդ քիրքը խոսեցավ ինձ, իմ անձիս, իմ հոգուս, եւ որոշեցի գարթալ այդ քիրքը, եւ իսկապես ես ունեցա այն խաղաղությունը, որը որ կփնտրեի, որ ունեցա այդ ամբողջ հարցերուս պատասխանները։ Շնորհակալություն կհայտնեմ Աստծո, որ այս ծառայությունը սկսել է եւ Տեր պիտի շարունակվի, որպեսզի ինձի պես երիտասարդներ իրենց դիմացած օրհնության թուրերը բացվի։ Ինչ պիտի լսենք Աստծո խոսքը, եկեք այս երգով խնդրենք Սուրբ Հոգուն, որ մեր հոգիները հանգստացնե
մեզի Աստծո խոսքը փոխանցելու։ Հարկը Վլադիմիր գողությունը վերոչը գվայլել, հարկը Աստծո այս երեցի օրվա համար, սյուրահատուկ օրվա համար, որը երկար ժամանակի սրտիս վրա զարմապերտված էր չսեմ սրտիս վրա մեծ դեր ունեն և գուզեի այս օրը իրականանալ։ Եվ միշտ աչքիս առջև ունեն, որովհետև հալեպ եղած ժամանակ անենք, բադանյացի ժամանակ, երիտասարդացի ժամանակ մեկ-մեկ այսպիսի պաշտամունքներ գնեինք և միշտ աչքիս առջևը ադիք ու կար, որ ինչու չենենք նույնը մեր երիտասարդներով դերի բերենք և գադարենք ասմեկը Երևանի մեջ։ Պատոնամար պարկ ու դանք տերոջ, պարկ ու դանք, որ արիթը դվավ մեզի, որ անցյալ դարի ինչպես արևկույնը լսավ, արդեն մեկ տարի եղավ, որ մենք երիտասարդներով գահավատվինք, դերը գործնենք, դերը կպարապանենք, դերոջը խոսքը կլսենք, միասին լավ ժամանակ կանցնենք և ամենակարևորը, որ դերոջը դանը մեջ այդ ժամանակը կանցնենք, ուրիշ տեղեր չէ, դժպարտապատի կտեսնենք, այնպիսի թարմու մեջ ենք, որ դերոջը խոսքը նույնիսկ շատ տեղեր ծաղրի գալի, բայց պարկ ունանք, որ մեր երիտասարդները մենք բոլորս դերոջը ժամփու մեջ ենք և ոչ թե ծաղր գարդենք, ապա դերոջը անունը կպարծացանք։ Եղբայրներունալ շնորհակալություն կհայտնեմ, որ այս գեղեցիկ արիթը տվին մեզի, որ մեր բաժինը բերենք և ես իմ հերթիս փորձեմ դերոջը խոսքը, դերոջը պատկամը, դերոջը նամակը նախ ինձի, հետո ձեզի փոխանցել։ Շատ ժամանակ քարոզիչները բեմին վրա կսեմ, այս պատկամը ինձի նախ օգնություն եղավ, որ հետո ձեզի փոխանցեմ։ Այս պատկամը պատրաստած ադենս սկացի ես ադետերի, որ կպատրաստեի շատ բաներ ինձի համար նորություն էր, շատ նոր օգնություններ, նոր սեմ բալոհաններ բացատերը տենս և իր խոսքեր նոր խոզուկներ, նոր թասեր, նոր նամակներ ստացատերոջներ։ Նախքան որ սկսեմ, ուզեմ շատ կարճ հագիր ձևով խոսի Սաղմոսներու գիրքի մասին, որտեղ մեր այսօրվա համարները որ պիտի առնենք, որ պիտի խոսենք, խորհրդացենք, Սաղմոսներու գիրքեն արված է, մեզ մեջ շատերու համար շատ սիրելի գիրքն է Սաղմոսը։ Կսիրենք կարդալ, մեզ մեջ շատ շատեր, նույնիսկ լսած են մարդիկ, որ սուրբ գիրք կարդալու հետ, ինչպես կսենք բարեկամ չեն, բայց կսիրեն Սաղմոսած գիրքը բանալ, երբ իրենց սուրբ գիրքերը նայեք, միայն այդ էջերում վրա է հետքը, որ կբացվի և կգարդալ։ Շատ գեղեցիկ գիրքն է, պարապանություններու, օրդություններու, աղոտներու գիրքն է, որ կսիրենք բանալ և գարդալ։ Ինչպես գիտենք, պահանջած է 150 գլուխները, 150 սաղմոսները, ընդհանրապես Դավիթի սաղմոսները գսենք։ Բայց Դավիթը մոտավոր 75 հատ միան գրած է այդ սաղմոսները, միան Դավիթի սաղմոսները չեն, մեջը գա որ Ասապ գրած է, գա որ Սողոմոն գրած է, և սիրելիներ մոտավոր 40-50-ի չափ սաղմոս անհայտ է։ Այսինքն բաց չէ ով գրած է, բայց սաղմոսի ցանկի մեջ տրված են որպես տերոջ պարապանության և աղոթքի ցանկերու մեջ։ Ինչպես ամեն քրիստոնյայի համար, ամեն քրիստոնյայի սրտին մոտիկ գիրքն է, և սաղմոսները սիրելիներ բարձավես երկեր չեն։ Մարդու սրտի գոմե կրված աղոթներ են, սաղմոսները պարապանություններ են, ցավերու դժվարություններու ժամանակ կրված խոսքեր, սաղմոսները ուրախության և հաղթություններու ժամանակ կրված պարապանական խոսքեր և աղոթներ են, և տարբեր իրավիճակներու մեջ կրված են, բայց բոլորը մեկ ընդհանրություն ունեն, մարդ և Աստված։ Շատ սաղմոսներ կրված են որպես Աստված կխոսի մարդու սրտի մասին, սաղմոսները մարդ կխոսի Աստծո հետ։ Այսօրվա մեր սաղմոսը, որ պիտի առնենք, այդ սաղմոսներն է, որ անհայտ է կրված։ Առաջին սաղմոսները։ Ես մեջ շատեր այդ սաղմոսը նույնիսկ կոծորված ենք,
Գիշեմ Իրատնորիայի օրերում մենք այդ սամոսը կոծով երեին, շատ այդպեսին են կգրտնեն միշտ մանավանդ դարվա սկիզբը, քանի դարվա առաջին ամիսն ենք և մեր երդասարտացի առաջին դարետարցը կդոնենք, ուզեցի առաջին սամոսի առաջին երկու համարները վերցնել և այսօր միասին խոսենք այդ համարներում շուրջ։ Եթե այո, բաստարին վրա, գսեի երաների այն մարդը, որ ամպարիչներուն խորորդի մեջ չի գալեր, ու մեղավորներուն ճամպում մեջ չի գենար, և ձաղը նողներուն նստած դեղը չի նստիր։ Երկրորդ համարը հավա անոր հաջությունը Աստծո օրենքին մեջ է և ծորեկ ու գիշեր անոր օրենքին վրա գնատած է։ Ամեն։ Ինչպես ասենք այս սամոսը անհայտ է գրողը, չենք գիտեր ով գրած է։ Բայց այդքան կարևոր չէ ով գրած է, ինչքան կարևոր է, որ այս սամոսը մեր կյանքի մեջ գրված է, թե ոչ։ Կարևորը այն է, որ մեր կյանքերուն հետ կհամապատասխանի այս սամոսը, թե ոչ։ Եվ այո, ամենակարևոր հարցը այդ է։ Բանը մտածենք, որ սամոսներում վրա միշտ դրված կլա, սամոս Դավիթի, սամոս Սողոմոնի։ Բանը պատկերացնենք, որ այդ սամոսին փողը, հեղինակին դերը, քո անունը գրված է։ Պատկերացնենք, որ գրված է սամոս ասպետիր, կամ սամոս ամեն մեկ իր անունը թող տնի։ Արդյոք առաջին սամոսը կհամապատասխանի իմ կյանքիս հետ։ Եկեք այսօր ընթացքին, այս պատգամի ընթացքին միասին մտածենք և խորենք։ Սիրելիներ, հետաքրքիր է, որ այս սամոսը չսկսիր պարապանությամբ, չի սկսիր աղոտքով, չի սկսիր հրաշքություն ստալով, հապա կսկսի մարդու իրավիճակը, հավատացյալ մարդու նկարակությունը ցույց տալով երանելիով։ Երանելի բառով կսկսի, որտեղ շատ խորը կյանքի փիլիսոփայություն կա։ Սկսենք առաջին բառենք որ երեխաներ։ Միայն առաջին բառը ուզեմ առնենք։ Երանելի է։ Արդյոք մեզ ամեն մեկուն համար ի՞նչն է երանելի։ Մենք մեզ երբ երանելի գսենք։ Հիմա շատ մոդա է եղել։ Ամեն կամերան, միկրոֆոնը ծեր կարդող ճամփան միջնեմ արդոց հարցումներ կարծում է։ Բանը մտածենք, որ հյուսիսային կկալենք, որ և անոսպե մեկը մեզի գեցուց և հարցուց թուն երբ կհամարես թուն կեզի երանելի։ Ինչ ըլլա թուն կեզի կհամարես երանելի։ Կկարծեմ ամեն մեկս տարբեր պատասխաններ պիտի տանք։ Ամեն մեկ իրավիճակի մեջ եղող մարդ տարբեր պատասխան պիտի տա։ Ամեն տարիքի մեջ եղող մարդ տարբեր պատասխան պիտի տա։ Հիմա բզդի իմը հարցում երբ երանելի գրված, կեզի կսե շատ խաղալի ունենամ։ Երդասարտին հարցում, կեզի կսե երբ որ դրամ ունենամ, երբ որ լավ գործ ունենամ։ Միջին տարիքին հարցում, կեզի կսե երբ որ զավակներս լավ կապրեցնեմ, որ երբ որ լավ են, հանգիստ են իրենց ամեն ինչ ապահոված են, ես երանելի եմ գսել։ Երբ որ դարեցին հարցնես, գսե երբ որ առողջություն եմ։ Եթե առողջ եմ, գսե ես երանելի եմ։ Ուրեմն, այս սամոսը կնկարագրե երանելին ոչ թե չսեր երանելին այն անցն է, որ անիչ բան ունի, հապա երանելին այն անցն է, որ այդպես է, որ այսինչ բանը գնե կամ այնինչ բանը չներ։ Շատ հետաքրքիր է, որ չսեր երանելին այսինչ բանը ընողն է, կսեր երանելին այսինչ բանը չնողն է, ընողեն չսկսիր, չնողեն կսկսի, սամոսերքում։ Երանելին այն մարդը չէ, որ սիրելին է, կյանքը հեշտ է, կյանքը թյուրին է իրեն համար։ Երանելին այն մարդն է, որ իր կյանքը գցևավոր է Աստծո խոսքով։ Որովհետև երանելին գրնա լալ հիվանդ մարդն է, բայց ինքը ներքին խաղաղություն ունի։ Երանելին գրնա լալ մարդն է, որ ինքը նեղություններու մեջ է, բայց ինքը նույնպես խաղաղություն ունի և հույս ունի փապաքայի հետ կապված։ Դարիներ լսած ենք, ինչպես քիչ առաջ այս սամոսի մասին, լսած ենք, կարտացած ենք, կրնալ հարյուրավոր անգամներ կարտացած ենք։ Ինձի համար օրինակ նորություն էր, երբ կսերդեի այս մանավանդ առաջին համարը, շատ հետաքրքիր ձևով նկատեցի, որ այստեղ սամոսերկուն 3 տարբեր մեղքերու մասին չի խոսեր։ Այստեղ սամոսերկուն
մեղքի մեջ ինալու քայլերում մասին է խոսում։ Մարդ արդու արթնալով չսեր, ես այսօր մեղավոր պիտենամ և մեղքեր պիտի գործեմ։ Այդպիսի մարդը չի գա։ Մեղքի մեջ ինալու համար քայլեր պետք է, գամած մարդալոր մեջ ինքնա և շատ հրաժարից է, որ այս Սամոսի մեջը նշած է այդ մեկը։ Երեք կետեր կա, եթե հաջորդ սլայդը տեսնենք, քալել, գենալ, նստի։ Գսե երանելի մարդը չի քալեր ամբարիշներում խորհուրդով, չի գենալ մեղավորներում ջամփու մեջ և չի նստիր զազրնողներում նստած դերը։ Քալել, գենալ, նստի։ Կյանքի մեջ շատ բաներ այս երեք երթականությունով գլում։ Մեր մեջը շոպինգ գնող սիրողներն ալգին են։ Մոլ երթաս, քալելու գսկսիս, կվտտիս։ Դերմը աչքի պամը գզարն է կգենաս, գնայիս, եթե հավնեցար, գմտնես կպորցես, կնստիս կպորցես, մանավանդ եթե գոշի։ Այդպիսով մեղքի մեջն ան, մարդը նույն ծևով գինա, կքալել, գնսի այդ մեղքը, և եթե հավնի, գնստի և այդ մեղքի մեջը նստած կմնա, ատշպախատար։ Եկեք ամեն մեկ փուլը մեղքին որսին, մեկ արնենք և մտածենք և խոսենք ալով մասին։ Ուրեմն առաջինը ասին քալելն է, ամբարիշներում խորհրդի մեջ չի քալել։ Ճիշտ է քալել բարը գսենք որ, բայց Սամոսերկումոս ոտկերու մասին չի խոսիր, ագանչով գսկսի։ Խորհուրդներում մեջ քալելը ոտքով չկար, այլ ագանչով գլա, խորհուրդը լսել են գլա, և մեղքը լսելով գսկսի։ Սիրելիներ շատ ուշադիր պիտի լանք, թե մենք ինչ կլսենք որ, և մենք որում կլսենք որ, ինչ մագարտակի և ինչ ծևի բամը կլսենք որ։ Որովհետև խորհուրդներով լեցուն աշխարհի մեջ կապենք հիմա։ Մարդիկ այդքան կսինեն խորհուրդներ տալ։ Ընկերդ, դնեցիք, հարևաններդ, գործի ընկերներդ, հիմա նորեն ինչպես քիչ առաջացի մոդա է, սոշիալ մեդիան, Facebook կպանաս, Instagram կպանաս, ամեն մեկը իր նոր մասնակցությունը ցերկ բերած է, վիդեոներ դնե, մեկը բժշկական խորհուրդներ կուտա, մեկը սննդի հետ կապված խորհուրդներ կուտա, մեկը ընտանեկան խորհուրդներ կուտա, ամուսնական խորհուրդներ կուտա, ինքը ընդամենը նոր ամուսնացած է, սկսեցի խորհուրդներ տալ մարդուց ամուսնություն։ Եվ դժբախտաբար շատեր սխալ խորհուրդներ կտան։ Եվ մարդիկ, որովհետև այդ մարդիկ follower-ներ ունեն, հետևողներ ունեն, կսկսին այդ մարդուց խորհուրդները գիրարել իրենց կյանքի մեջ և լսել։ Երանելի մարդը այն մարդը չէ, որ չի լսել ասոնց, այլ չի ցկել, որ այդ խոսքերը իր կյանքը որոշել։ Բայց սիրելիներ, այդ ամբարիշներում տված խորհուրդները միշտ չէ, որ գոբիտ է։ Մենք լսենք, որ սխալ խորհուրդը, սխալ միտքը ակնհայտ է դներ, միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ ժամանակ սխալ խորհուրդներ կտան, բայց մեր ականջին շատ անշուք կա։ Սխալ խորհուրդներ կտան, բայց մեզի համար շատ դրամախանական կլինի և կրնալալ համոզվենք այդ խորհուրդներով։ Օրինակ կան, որ ավելի բարձր է։ Կրնալալ մեկը քեզի կա ասել, միջին տարիքի մարդ մնես, 40, 50, 60, քեզի կա ասել, այսքան տարիք գնոջը զավակներում տվիր, կնա հիմա քիչ մտ յանքիդ նայր այլս, ու արելան կդե։ Կրնա այդպիսի խորհուրդներ տալ մեկը։ Կրնալալ մեկը քեզի բստիկ մեղքի մհրավիր է, ասել, Աստված մանուկներու չի նայես, Աստված սրտիդ կնայ, ու սիրտդ մաքուր է, մեղ չի աշխորի լատի։ Կրնալալ շատեր համոզվին այս խոսքին։ Շատեր կսեն և ասի, ես շատ լսած եմ, գարդեն տուգա շատ լսած եք, կսեն հավատքի մեջ շատ խորը մի երտանես։ Շատ հավատացյալ մի երտան, լավ չէ։ Հավատքի մեջ խորը կացող է խենտանը, ստա շատ եմ լսած եմ այս խոսքերը, դժբախտաբար։ Չարլզ Սպյուրջենը ասած է, եթե մարդը չի սորվիր մերժել սխալ խորհուրդը, անշուտով կսորվի արդարացնել սխալ ճանապարհը։ Նկատալ գտնեմ շատ, որովհետև շատ ամփոփ կերպով երկու նախադասությամբ բացատրած է այս ամբողջ խոսածս։ Եթե մարդը չի սորվի մերժել սխալ խորհուրդը, անշուտով կսորվի արդարացնել սխալ ճանապարհը։ Որը մեկը ասած է սխալ բան մեռած է, ասած է գիտեի որ սխալ է, բայց բոլորը նույնն են։ Սիրելիներ, բոլորը չափանիշ չէ։ Մանավանդ բոլորը
աստվածային չափանիշ չէ։ Եթե բոլորը աստվածային չափանիշը լա, Նոյի եւ Կապանը մի չի գալուցեր եւ իրենց հետ պիտի գործեր։ Եթե բոլորը աստվածային չափանիշը լա, Աբրահամը իր երկրեն պիտի չի հեռանար, նորեն պիտի գործեր։ Ուրեմն երանելի մարդը չափ եւ ըստ մեծամասնության, այլ գաբրի ըստ ճշմարտության։ Չափ եւ ըստ մեծամասնության, այլ գաբրի ըստ ճշմարտության։ Արագած քրքի մեջ կսե իմաստուններուն հետ քալողը իմաստուն կլա, բայց ամմիկներուն ընկերացողը չարիքի գաղանտին է։ Ամեն։ Անցնիկ երկրորդ քայլը։ Ուրեմն քալեր էր, լսել էր, խորհուրդը լսեցինք, եւ եթե այդ խորհուրդը ընդունեցինք, հաջորդ քայլը գնա գենալը։ Ամեն ինչ լսեցի, լսել էր, հետո կգնաս։ Գենալ կնշանակե, որ ես լսածս հավնեցա։ Գենալ կնշանակե, որ ես հոսեմ, բայց թեև չեմ սկսած այդ մեղքերով, բայց հոսեմ, եցել եմ, հավնեցա այդ մեղքը։ Բայց Աստվածաշունչը մեզ ուրիշ բան կսորվեցնի, որ այդ ջամփում մեջ, եթե երկար գնաս, այդ ջամփային ալի երթաս։ Շատ դժվար է ջամփում մեջ մանավանդ սխալ եւ մեղքի ջամփում մեջ երկար գնաս եւ մաքուր գնաս։ Ադի ամեն մարդու չի դրված։ Արագածի մեջ կսե ամբարիշներուն ջամփան մի երթար ու չարերուն ջամփում մեջ մի քալեր։ Անգես ուշացիր, անոր կովեն մի անցնիր։ Վասնզի անոնք մինչև որ չարություն չնեն, չեն կնանար։ Ու եթե մեկը չի գործանեն, քուներնին կփախի։ Շատ հետաքրքիր է այս համարները։ Ամբարիշներուն հետ եթե պիտի մնաս, իրենց քունը կփախի, եթե քեզի չի գործանում։ Իրենց քունը չի կար։ Եթե Աստվածաշունչը քեզի կսե որ խուսափիր, ուրեմն շատ վտանգավոր փուլ մնա ալի մեղքի, գենալը։ Շատ վտանգավոր է գնալի եւ շատ խաբուսի է մեղքի ջանքի մեջ։ Մեղքի մեջ գենալը կամ ինալը հաջող այս բարերով լսեցի։ Մեկ անգամ փորձեմ, քիչը, ինչ պիտի լավ որ։ Եվ ամենավտանգավորը որ շատ ժամանակ կսենք եւ ադի չարը մեր վրա կխնդա ձևովնը եւ մեզ ինքնավստահություն կգա, կսենք որ մենք մեր չափը գիտենք, մենք մեր վրա կհսկենք։ Շատերը ծխել այդպես է սկսած են, շատերը թմրեցուցիչ այդպես է սկսած են, փորձել են ինչ պիտի կարես են, բայց շատերը այդ դժբախտաբար այդ ծովանի մեջ ինգազ են և դարիներ կաշած են։ Դու չես կրնար վերահասկելու կգսեր բայս։ Ինչքան մենք գսենք մենք դիրոջ մոտ զորավոր ենք, այո զորավոր ենք, բայց մեղքին թեմի եթե գենասոր ու երկար կգենասոր, դու դգար ես այդ մեղքին թեմը։ Ամեն ինչ կսկսի մեր դգարությունը ընդունելով։ Մեղքի մեջը գնալու ինչպես ինչ առաջալսի, չենք կրնալ երկար ժամանակ մաքուր մնալ։ Եթե այդ միջավայրի մեջ ենք, անպայմանորը պիտի կա, այդ ամբարիշները պիտի փորձեն, իրենց քունը պիտի փախի միջև մեզ իմացնեն։ Ազոր համար ամենաճիշտը այդ միջավայրերեն դուրս ելնելն է, փախինն է։ Հոսեփ ինչ ըրավ, պետապրեսիդուն երբ որ իրեն մեղքը հրամցնեցավ, նախ ասավ ես Աստծո թեմ ինչպես եմ այս մեղքը, և չի գեցավ չսպասեց բան, և փախավ։ Ադոր համար երեք կերներ կա, նախ ունենալ Աստծո վախը, երկրորդ ընդունի մեր դգարությունը և երրորդ այդ մեղքի վայրեն և մեղքի ջամփեն փախի։ Եթե չես ուզեր որ մեղքի մեջ ինար։ Երբ մարդ կգենա մեղքի ջամփում մեջ, սիրելիներ, իր զգացումը որ սենց է, չզգար ինք ուր գնաց, ինչքան քայլավ։ Մենք ետև գնայիս կտեսնես արդեն բավական խորերը կացել ես և ինգած ես։ Մենք բարդավոր չենք սիրելիներ, բարդավոր չենք այդ ջամփում մեջ մնալ և ասենք մենք մաքուր պիտի մնանք, հիչ բարդավոր չենք։ Մենք մեր ընտանիքներ ունենք, մենք մեր հավատացյալ քույրերը եղբայրները միջավայրեր ունենք։ Ավելի լավ է այնտեղ մնալ, ինչպես եղբայր մամուկը ասավ քիչ Բիդի մենք համոզվենք, որ հոն է մեր փրկություն և հոն մնանք։ Մեզի համար հոն պիտի ավելի լավ լալը, հոն գենալը, քան սխալ ընկերակցություններու մեջ գալ։ Ջոն Օվենը ասած է, գամ դու կսպանես մեղքը, գամ մեղքը քեզի կսպանե։ Անցյալները պատկամանը դիպկնեի,
ես մեզ շատ գրես են եգիպտացի կանոնը Դավիթ Լեմային։ Ուրեմն կպատմեն, որ իր եկեղեցին անդամները, նոր անդամները ունեն իրեն կպատմեն, որ ինչպես ապաշխարած է։ Եվ իր անցյալի մասին կպատմեն, գսեք իրես դրայր, ես դարիներ առաջորմը դեր մկացած էի, որ ընկերոջս ապեն միասին դեր մի երթանք։ Եվ ընկերս այնպիսի միջավայրի մեջ էր, որտեղ տնրեցուցիչ գործած էի։ Ուսե ես գզզվիմ այդ միջավայրներով և չեմ ուզեր։ Երբ որ ասա, տեսա ընկերս հոմ և դեր գործում իների։ Գսես ուզեցի երթանում դերում, բայց ընկերս ստիպեց, որ քիչ մնա, որտեղ մեկ ժամ էր իր գործը, մեկ ժամ հետո միասին երթանք։ Գսե այդ մեկ ժամը իմ 20 տարիս կերավ։ Այդ մեկ ժամը, որ իրենը սպասեցի գսե, փորձեցի։ Այդ քալելը վերջացել է, on հասել է, լսել է և արդեն կենալու դերն էր ինքը։ Կամ պիտի կենար հետո ինար այդ բանի մեջ, կամ պիտի պաղջել։ Այդ մեկ ժամը սպասելը իր 20 տարին կերավ։ Գսե ես 20 տարի հիվանդանոցներ, 20 տարի փուժումներում մեջ էի, մինչև վերցար այդ բանին ազատի և արդեն 20 տարիս մերցուցի և կնացի դրա ես։ Հռոմայեցիներու մեջ գսե և մի կերպ արանեք այս աշխարհի կերպարանքովը հաբացել մտքին նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի ու կատարյալ է։ Անցնենք երրորդ փուլին։ Լսեցինք, կեցանք, երրորդ փուլը արդեն նստիլն է։ Ձավը նորներում նստած դերը չի նստիլ, դեսեր համարը։ Նստիլ կնշանակե հաստատվիլ, փազվիլ, կնշանակե արմատավորվիլ։ Այստեղ մարդը կսկսի մեղքեն հաճույք անել այլևս, իրեն համար մեղ գործելը հաճույք է։ Կսկսի Աստծո ծաղր անել, Աստծո սկզբունքները ծաղրի անել։ Եվ դեմ ուկա գսեմ, որ այսպես է լավ եղեր։ Եվ գսիր այլևս այդ նստած դերը։ Նստիլ այլևս կամքին չէ, քիչ առաջ ասինք ես հոս եմ, բայց դեր չեմ ուներ որ գնալը։ Բայց երբ նստիս այլևս ես հոս եմ և պիտի մնամ։ Ադիվս է, երբ որ կնստիս որ։ Երանելի մարդը սիրելիներ չի հասնել այս կետին։ Առաջին երկու փուլը կփորձե պահել և երրորդ փուլին չի հասնել և չի նստիր։ Որովհետև գիտե ճիշտ ժամանակին ճիշտ ընտրություն ուներ երանելի մարդը։ Այդ գիտե որ այդ նստած դերը մեղքը սովորություն կդառնա։ Գիտե որ այդ նստած դերը Աստծո սկզբունքներ և Աստծո անունը ծաղրի դարձնել։ Ադորամար ցանկալի այդպիսի դերերը հերու մնալ և չի ցկել, որ մեր մարմիններում, մեր հոգիներում, մեր կյանքի մեջ դերն է։ Մարդին ուներ շատ ճանաչված խոսք ունի, գսե դու չես կրնար, որ թրջունները ակիրես ու կլվուտ վրա են թրջին, բայց կրնաս ակիրել, որ ու կլվուտ վրա փուն չի շինեն։ Շատ կարևոր է, որ չի ցկենք մեղքը մեր կյանքերում մեջը փուն շինեն։ Եվ մարդ չսկսի մեկ եմ Աստծո ծաղրել։ Կսկսի հավատացյալներում ծաղրել, եկեղեցին ծաղրել, աստվածային խորհուրդները, աստվածային սկզբունքները ծաղրել և արդեն կհասնի Աստծո ծաղրելուն։ Եվ ծաղրողներուն հետ նստելը, սիրելիներ, մտածողության վրա կասել։ Դու ուր որ նստել ես, կսկսείς հոնդերեն նայել, այդ աչքով նայել աշխարհին, այդ աչքով նայել յանքին։ Հիմա ցեզ մե ամեն մեկ ուր որ նստել եք, այդ կողմին կրնակ նայել, ոչ թե հակառակ կողմ։ Եվ երբ որ մեղքին նստած, հեղավորներում նստած, ծաղրը նողներում նստած դերը նստինք, ամբողջ կյանքին ծաղրի աչքով նայենք։ Նույնիսկ մեղքը ծաղրի գտարնա։ Գիշեմ իմ զինվորական տարիներուս այդպիսի զինվորներ շատ էին հետ։ Աստծո ծաղրի գարնեն, չնայած որ կսեն իսլամները հավատացյալ են, այդ մեղքերը չեն գործեր չեն ուներ, հայոյանքներ, ծաղրի արներ, իրարու ծնողներ կահայրել էին շատ լավ հիշեմ և խնդանով։ Այդ անցը որ կահայրել թեմին էի խնդար։ Այդ աստիճանի ծաղրը նողներում ստացել է դարձելերում դժբախտաբար։ Սամոսի մեջ, Սամոս 26-ի մեջ Դավիթ թագավոր այսպես ասել, չարերում ժողովը ադեցի ու ամփարիչներուն հետ պիտի չի նստի։ Դավիթ գիտեր, եթե նստի իրենց հետ այդ ամփարիչներուն հետ։ Կրնալ ինքն գործներով։
Ուրեմն ինչպես ասիք, մեղքի մեջինալը ունի 3 փուլեր։ Քալել, գենալ եւ նստել։ Երկրորդ համարը կսկսի հավաք բառով կամ փայծ, ուրիշ լեզուներով մեջ բաց, ոնակեն այդ բառերով կսկսի, այսինքն փայծ, փոքր բառն է, բայց շատ հզոր բառ է։ Աշխարհը բանը գարաչարկ է, փայծ դերը ուրիշ զրակերում ունի մեզ համար։ Փայծ երանելի մարդը հաջող չարներ դերը, երանելի մարդը հաջող կառն է Աստծո խոսքին։ Աստծո խոսքը գարթային հաջող կառն է, Աստծո խոսքը խոսքի մասին խորել են հաջող կառն է։ Երանելի մարդը սիրելիներ հոսանքին թեմպելենա եւ իր հաջողը մի անգլա Աստծո խոսքի մեջ։ Հաջողություն կնշանակի սրտի ձգտում, կնշանակի ուրախություն, կնշանակի ես գամավոր կդնեմ որ այս բերել։ Ոչ թե որովհետեւ պետք է Աստվածաշունչը կարդամ, այլ որովհետեւ գուզեմ որ կարդամ, գուզեմ որ լսեմ, գուզեմ որ այդ ճամփի մեջ եմ։ Սամոս 119-ի մեջ է, որ չափ քաղցր է ու խոսքը դիմքինքիս, մեղրեն ավելի անուշ է դերնից։ Ինչ հրաշալի ձևով Աստծո խոսքը բացատրել է։ Անուշ է, մեղր է։ Եվ այդ մեղրը սնունդ է մեզ համար։ Մեր հոգիներում սնունդ է Տերոջ խոսքը։ Երանելի այն մարդը, որ ժամանակին կգիտակցի, որ իր հոգին սոված է առանց Աստծո խոսքի։ Կգիտակցի եւ կտեսնի, որ առանց Աստծո խոսքը կարդալու, առանց անոր մասին խորելու իր հոգին անոթի է, սոված է։ Տեր Հիսուսը ասել չէ, երբ որ փորձություն եկավ ինձ սատանային, սա մարդ միայն հասով չափ էր, այլ ամեն խոսքով որ Աստծո բերնի է։ Եվ մարդը չի հարցնել, չէ՞ սիրելիներ, այսօր ուտեմ թե չուտեմ։ Չի կա մարդը որ հարցնել, ամբողջ օրը ամեն օր ուտենք բոլորս։ Նույնն հավատացյալ մարդն է, մենք չի հարցնել, այսօր արդյոք կարդամ, այսօր արդյոք մտածեմ, արդյոք այսօր խորին, Տերոջը խոսքի շուրջ չեն, հավատացյալ մարդը, երանելի մարդը չեն, որովհետև գիտե որ Տերոջը խոսքի մեջը գա իր հոգին բուժում է։ Երբ որ մենք հիվանդանանք, շատ արագ բժիշկին գերտանք, թեները գարնենք, ամեն ինչ կնենք, որտեղ մեր մարմինը լծակի։ Նույնպես մեր հոգիները, երբ որ ցավի, մեր հոգիները երբ որ հիվանդանա, մեր հոգին բուժում է Տերոջը խոսքի մեջ։ Գսենք մտածել եւ խորիլ։ Մտածել եւ խորիլը չի նշանակել միայն կարդալ, ինչպես որ ասենք։ Միայն կարդալը, արևանցիկ կարդալը, առանց խորելու, առանց մտածելու կարդալը ոչ մեկ բան չի բերել։ Այդ մասին պիտի մտածես ասել։ Օրվա ընթացքին այդ համարները, այդ օրվա կարդացածը կուղերի մեջը պիտի թարգման ընթաց։ Տիրոջը խոսքերը։ Երանելի մարդը օրվա մեջ գսե Տիրոջը խոսքերը գիշե, անոր մասին կխորի։ Սրտի մեջ կբարի, մտքի մեջ կգտնե եւ կգիրարի։ Տերոջ օրենքները սիրելիներ մեզի պատճելու համար չէ եղած։ Տերոջ օրենքները, որ միշտ այս համարի մեջ է մեզի նեղացնելու, մեզի դժվար վիճակի մեջ տնելու համար չէ եղած։ Մեր կյանքը փոխելու համար եղած է։ Աշխարհի մեջ այդպես է։ Երթևեկության օրենքներ կա։ Օրենքները խախտել, դու կան կուկա։ Օրենքները խախտել շատ հանգիստ կտաս ակսիդաններ։ Նույնն առողջության մեջ բժիշկի գնա ստամոքսի խնդիր ունես։ Քեզի գսը թեգերը ուտա եւ քեզի օրենքներ գտնի։ Ասեք ծումի ուտեր, թթումի ուտեր, ճուրխնե եւ այլն եւ այլն։ Այդ օրենքը քեզի ներածնելու համար չի դնել բժիշկը։ Չէ։ Այդ օրենքը դրած է, որպեսզի դու առողջ ես։ Ուրեմն, գսենք ցերեկ ու գիշեր անոր մասին կմտածի, շատ լավ գիշեր, երբ որ գիրակնորյակ երբայի շատ բզդիկ էի։ Եվ այս սամոսը սորվեցանք, ինձ համար շատ տարօրինակ էր, գսենք ցորեկ ու գիշեր անոր մասին կմտածի, գսի մարդ կողջունի ցորեկ ու գիշեր անոր մասին պիտի մտածի, այսինքն շատ տարօրինալից ու կար այս համար։ Ես 24 ժամ Աստծո խոսքը պիտի կարդամ, ուրիշը ներիք չունիմ։ Բայց այդպես չսեր։ Ցերեկ ու գիշերը կնշանակի է դու այդ 24 ժամվա մեջ ինչ որ պիտի ինես, Տերոջը կամքին համաձայնես։ Եթե որոշումը պիտի առնի, Տերոջը սրտին համեմատ որոշում առնի։ Եթե նեղությունը թե նսելավ, Տերոջը խոսքերը իշը, քաչալերվին, դժվարություն մի եղավ, նույնպես Տերոջը խոսքերը իշը,
Տերոջը խոսքի մեջի քաջալերանքները իշեն։ Եվ փորձության մեջը իր խոսքերում ապավինում։ Սիրելիներ, միշտ խորիլը Աստծո խոսքի մասին խորիլը քեզի մեղքի հերույք է։ Միշտ երբ որ մեղքի մտեմ գնաս, սխալ որոշումը քեզի, սխալ մեղքը քեզի հրանցվի, երբ որ Տերոջ խոսքի մասին մտածես կխորիս, շատ թույլ է դենտնել։ Բայց երբ որ մեջը ուղեղը բարավ է, շատ թույլ կհրանցվի։ Արդեն դեր ունի այդ մեղքը, այդ սխալը քո կյանքի մեջ մտնելու։ Սաղմոսերն գսե իմ սրտիս մեջ բայեցի քո խոսքերդ, որպեսզի չմեղանչեմ քեզի դեր։ Եթե մեր սրտերում մեջն է եւ մեր մտքերում մեջն է Տերոջը խոսքը, մենք կրնանք սատանային, մենք կրնանք չարին, մենք կրնանք մեղքին եւ մեզի հրանցված սխալներում դեմ տրել։ Ուրեմն ինչպես որ տեսանք, այդ մեղքերում փուլի մեջ չանցնելու համար կարևոր է որ Աստծո խոսքը գարտանք։ Եթե Աստծո խոսքը գարտանք, եթե Աստծո խոսքը մեր կյանքի մեջ դեր դրած է եւ կխորին կմտածենք ամբողջ օրը ադոր մասին, մենք կրնանք մեղքին դեմ տրել, նույնիսկ առաջին քայլը, երբ որ այդ խորհուրդներում մեջ գտալիս այդ խորհուրդը կա, արդեն երանելի կլաս, երբ որ առաջին քայլին մեղքին ոչես է գիտես եւ չես ստիպի գնալու եւ հետո նստելու այդ մեղքի մեջ։ Եվ քանի այսօր մեր առաջին տարեթարցը դոնենք երդասարտացին խորհուրդս մեծ մասը երդասարտներում է, իմ սրտիս խոսքը, որ Տերը այս խոսքերը ձեր կյանքի մեջ դեր են։ Ձեր հոգիներում, ձեր սրտերում մեջը, ձեր կյանքի մեջը տրոշնվի այս խոսքերը։ Եվ այն մեղքը, որ ձեզի կհրամցվի, այն սխալը, որ ձեզի կհրամցվի, Աստծո օրհնությամբ, Աստծո շնորհով եւ Աստծո վախ ունենալով գտնակ դեմ տրել եւ ոչեսել այդ մեղքերում։ Ամեն։ Այսքան էր մեր այսօրվա նյութը, ուզեմ մեր գլուխները խոնարհեցնենք սիրելիներ։ Մեր բարավորյալ Հայրը, մեր Տերը, մեր Աստվածը փառք ու տան քեզի Հայր։ Փառք ու տան քո խոսքի համար Տեր, որտուն տված ես քո խոսքդ, որ մենք կարդանք, որ մենք խորինք եւ գիրավենք մեր կյանքերում մեջ։ Փառք ու տան քեզի Տեր, որ մեզի ճամփան ցույց տված ես, որ ինչպես ճիշտ կանենք եւ ինչպես չարին հագարների մեջ չինանք։ Շնորհակալ ենք Տեր, որ մեզի տված ես իմաստություն, երկնային իմաստություն, որպեսզի հասկանանք ու ճամփաները եւ այդ ճամփում մեջ կանենք եւ ոչ ամբարիչների ճամփի մեջ։ Շնորհակալ ենք Տեր, որ մեզի տված ես ճշգրիտ ճամփա, որ այդ ճամփում մեջ գնանք եւ ոչ մեղավորելու ճամփի մեջ։ Եվ մեզի տված ես քու եկեղեցի Տեր, որպեսզի ներ նստած վայրը լակու վայրը Տեր։ Եկեղեցի հավատացյալներու մեջ նստենք եւ ոչ քու անունը ծավի արմունքներով, ոչ կյանքը ծավի արմունքներով սպասել։ Ատոր համար հազար փառք տամ քեզ ով Տեր, դու մեզի հետ ելիր, դու մեր հոգիները, սրտերը նորոգե, սրբե, օծե եւ ինքնով Տեր, որպեսզի մինչև վերջ հավատարիմ լինենք քո ճամփի մեջ։ Հիսուսի անունով խնդրեմ։ Ամեն։ Իհարկե Նաթալի քույրը, որ մեր վերջին երկով մեր այսօրվա ծրագիրը ավարտված չէ քույրեր եղբայրներ, դերերիկներ ունենք, լսելիքներ, դերերիկներ ունենք, բայց մեր վերջին երկով ընդհանուր պաշտամունքը վերջացնենք եւ մեր հոգեվոր նվերներ հավաքենք մի ժամանակ։ What
Անորեն ինձին կգործանե, բայց դու դերս ինձ նոր և ողոջեցիս։ Այդ անորեններուն և ամպարիշներուն ճամպեն բոլորս հերու և դերոջը ճամպում մեջը հաստատված ենք։ Մապնի վերավերում թաղի քույրը, որ ինքի շանակ է։ Այսօր երկնային օգնություն վայելեցինք երկրի վրա։ Բարք Աստծո, ես սիրելիներ ուզեմ բզդիկ նախապան մնել ներկայացնելու համար, որ երիտասարդացի ծնունդը ինչպես սկսեցավ։ Իրականության մեջ ինձ համար շատ օրհնություն էր եղած է, որովհետև մեկ բան պիտի եմ սիրելի երիտասարդներ, Աստված ցեզմով հետաքրքրված է։ Աստված ցեզի ամուր բրնած էր, ձեր մանկութենեն իրակ նորյայի օրեր են, մագանյացի օրեր։ Այսօրվա ձեր դեսած երիտասարդներ սիրելիներ մեր բադամիներն են։ Եվ այս բադամիները, երբ որ հասավ տարիքը, որ իրենք երիտասարդացի տարիքը լան, չունեինք երիտասարդացի և լուրջ հստակ էր խումբին տարիքը։ Բոլորս գիտեինք, որ այս երիտասարդները չունեին խումբը, որ հավաքվին։ Ամեն բանի առաջ Աստված շատ լավ գիտեր այս մեկը։ 23-ի հոկտեմբեր նոյեմբերի շրջաններ ես կաղոթեի Աստծո, որ հատուկ ծառայությունը, որ իմ սրտից ծանրացած էր, թելը գտնեմ այդ ծառայության։ Եվ ես ատոր համար կաղոթեի, բայց դերը լման ուրիշ բաներավ։ Շատ հստակ այս խոսքը ագանչիս եկավ։ Ցանված հունդեր կան հետագուտ է։ Եվ լուրջ ֆիլմի նման այսօրվա ձեր դեսած երիտասարդներուն թեմ կա աչքիս առջև, այսպես դարձավ։ Գեցա Աստծո առջևսի ով դեր, ասին գործս չէ, չեմ կրնար անել։ Ցանված հունդեր կան հետագուտ է։ Անշուշտ որ ես մինակ սպամը չէի կրնար անել, բայց ես 2 ամիսի ճատ մոտավոր աղոթեցի նախ, որպեսզի վստահ ըլամ, որ այս խոսքը դերոճմեն է։ Եվ դեր հստակ քիրքիմը առաջ մտեց երկնային տեսիլքի տնազանդիր։ Եվ այս քիրքը իմ գրադարանիս մեջն էր։ Եվ այդ քիրքը ես չէի կարդացած։ Դերը այդ քիրքին լույսը բացավ եւ ես այդ քիրքը կարդացի եւ ամբողջացուցի այդ 2 ամսվա մեջ։ Եվ դերը լման սերունդին անունը որոշեց եւ այսօրվա սերունդը Դիմետրիոսի սերունդ է։ Եվ երբ որ ես այս ծանրաբեռնումը սկացի աղոթեցի, ամեն բանի առաջ 2 ամիս աղոթեցի, գիտեի որ խումբին դարիքն է բայց։ Եվ անգերց լալու համար մեր այդ խումբը որ գային բադամիներուն իրենց մասեջ ուղարկեցի նոր դարվա վրա, դեր նախքան վարչության բանը ստելես։ Եվ իրենց գաղանթի արդիվ դուն հրավիրեցի, երբ որ այս ամբողջը ընթարաճեցին, եւ ես իրենց հայտնեցի ճշմարտությունը, բոլորն ալ մենք խոսք ասին։ Մենք բադանյացին աստին սուրբ գիրք չենք կարդացած։ Մոտավորապես 3 տարի, 2 տարի ճապարտեն իրենք քրիստոնեին։ Եվ երբ որ ասի, որ ասի դերոճմենը եւ դերը ցեզմով շատ հետաքրքրված է, պատրաստ եք եթե երիտասարդացի ծառայությունը լախումբին մեջ եւ դուք միանալ, ամենն ալ ընթարաճեցին սիրելիներ։ Եվ այսպես ծառայությունը գնաց վարչությունը անմիջապես որդեգրեց, որտեղ ճիշտ կարիք ադեր։ Եղբայրասպետն ուներ այդ ծանրաբերում, բայց ոչ ես մինանից կրնայի ել այս գործը ոչին կմինան։ Եվ որտերը մեզ միացուց, եւ ծառայությունը իր ծնունդը արավ հունվար 25, 2024 ճիշտ այսօր, եւ այսօր մեկ տարվա մեջ այս սերունդը իր առաջին հունդը, իր այդ ծամված հունդը, արդյունքը մենք վայելեցինք բոլորս։ Այս խումբին նոր թեմք միացավ 2025-ի մեր առաջին այս ծառայության եղբայրագործներ եւ այսօր որովհետև իրեն համար հատուկ օրհնություններ, այո, հատուկ գրում է երկու սրբիտ խոսքը փոխանցել։
մտածեցի, երբ որ թալին քույրը ասավ, ասենք բամը մտածեցի նստիմ ինչ-որ դողեր քրեմ, բայց շատ երկար մտածելս որ հասկացա, որ ես դողեր եթե քրեմ, ադի ֆեյք պիտի ելա, սուտ պիտի ելա, չի գրնամ գարտալ եւ իմ սիրտից խոսքը պիտի փոխանցեմ։ Ադոր աման մտածեցի եւ կամ դեպի վրա ինչ-որ գսկամ որ ադիգա ասեմ։ Ես ուրեմն դժբախտաբար մի մոտավորապես մի քանի ամիսներ առաջ գործում եմ անհաջողություն ունեցա եւ ինձ օգնության հասավ երդասարտացը ինչպես բացատրեմ ես իմ ընկերական շրջապատս մեծացուցի երդասարտացի շնորհիվ եւ երդասարտաց երբ որ մտանք մենք ընկերներով աստծո օրհնությունը ստացավ մեր ընկերական հավաքները այսինքն երբ որ ատկի առաջ գնար հավաքները ըլալ ասենք ցանկացած ուժեղ հիմա ամեն շաբաթ գրեթե աղոթարան կհավաքվենք եւ ստացա ուրիշ փուլը դեղափոխավ մեր ընկերությունը։ Ինչ ուզում ասեմ, որ ես ընկերներուս օգնությունը եւ այդ մեր ընկերական շրջապատի աստծո օրհնությունը զգացի։ Որը մա շատ շնորհակալ եմ թե բոլորեն ընկերները շնորհակալ եմ, Թալին եղբայր ասած ձեզ շատ շնորհակալ եմ որ ինձ արիթը տվիք միանամ ձեր խումբին եւ վայելեմ աստծո օրհնությունը եւ շրջապատս մեծնեմ հավատացյալ քույրերով եւ եղբայրներով։ Օրհնություն պիտի վայելենք, բոլորս միասին եւ պիտի տեսնենք Հակոբի ցերկի գործերը։ Ուրեմն մեկ տարվա ընթացքին մենք մինչեւ այսօր որ հասանք, այսօր ցեզի ամփոփ պիտի ներկայացնենք նկարներով, որ արշի քույրը արդեն պիտի ներկայացնե թե խոսելով եւ թե նկարներով։ Ուզեմ բոլորս միասին էկրաններում շարժուն ունենք եւ լսենք ընթացքին արշի քրոջը։ Սուրիայերով հոգևոր եղբայրացության երիտասարդացի ծառայությունը սկսավ 2025 թվականի հունվար 25-ին քույր Թալի Վիրագոսյանի, եղբայր Ասպետ Խաչերյանի եւ եղբայր Հովիկ Թոփանակյանի առաջնորդությամբ նշանաբան ունենալով Փեն Դիմեթրոս 2-րդ գլուխ 2-րդ համարը որպես է եւ այն բաները, որոնք ինձ մեր լսեցի շատ վկաներով հավատարիմ մարդոցանցն է, որոնք կարող են ուրիշների ասովեցնել։ Ունեցանք նշանաբան համարի խորհրդազություն, ծանոթություն, կարծիքների եւ ակնկալիքների փոխանակում հարաճիգա հավաքնելու համար։ Փետրվար ամսվա հավաքին ունեցանք հոգևոր ֆիլմի ցուցադրություն, երիտասարդի ինչով ոմանք է իր ճամփան, քու խոսքիդ համեմատ անոր զգուշություն ունելով խորագրով, ինչպես նաեւ զրույց եւ ընկերային բան։ Կարնան հաջելի եղանակեն օգտվելով գազམ་ակերպեցիկ մի օրյա հավաք գրության մեջ, ունեցանք ընկերային ժամանց, ստացանք հոգևոր սնունդ պատրաստված մեր առաջնորդներուն կողմեն, ինչպես նաև ֆիզիկական մարմնավոր սնունդ պատրաստված երիտասարդներուն ձեռքեն։ Հաջորդող ամիսներով հավաքները ջոխ էին հյուրերով։ Արիթ ունեցանք լսելու Լիբանանեն ժամանած եղբայր Նազո Փեշկելյանին մատակարարած խոսքը, ուր ուսումնասիրեցին ժողովողի 12-րդ գլուխ առաջին համարը, որպես է «Քու ստեղծիչդ երիտասարդության օրենքի մեջ հիշել»։ Հաջորդիվ եղբայրակցության բաժանումներուն հետ այցելեցինք եղբայր Նաջեբենց բնակարան, ունեցանք օրհնյալ բահեր, զրույց, խաղ եւ ընթրիք։ Եվս մեկ մի օրյա հավաք իրականացուցինք Ավստրալիայում ժամանած եղբայր Սակո Դելիմնջանի ներկայությամբ, որտեղ պարապանեցինք Աստված, լսեցինք օրհնյալ պատգամ եւ երևի արդեն հասկացաք, որ մենք ներս ամոքս նախավական լսենք։ Այս պատճառով վայելեցինք եւ հանդեսեցինք մեր պատրաստած համով խորովածը։ Աշնան եղբայրացության վարժության կազմակերպած համակարգի ընթացքին առիթ ունեցանք լսելու Աստծո խոսքը եղբայր Նազո Դելիմնջանի միջոցով, ինչպես նաեւ հատուկ երիտասարդներու հավաք, զրույց, քննարկում եղբայր Նարեկ Դելիմնջանի հետ։ Առիթը չգործընծնելով մեր հաջորդ հավաքին նույնպես եղբայր Նարեկը ներկա էր, ուր կիսվեցավ իր վկայությամբ եւ քաջալերեց մեզ օգտաշատ խորհուրդներով։ Հաջորդ ամիս
պատանիներուն հետ մեկտեղ թիմավորեցին եղբայր Սակո Փելեշյանին եւ եղբայր Նազո Քեշկերյանին։ Լսեցին Աստծո խոսքը իրենց միջոցով, որը վերնակիրը ինքնաճանաչումն էր։ Նոյեմբեր ամիսները սկսյալ մեր հավաքները դարձավ ամիսի 2 անգամ։ Այս հավաքներու ընթացքին մեր առաջնորդներուն կողմեն լսեցին Աստծո խոսքը դարբեր վերնակներով, օրինակ, մեղք եւ ապաշխարություն, ով եմ ես Քրիստոսի մեջ, ուրախության աղետիս եւ հոգեվոր բուզություն, Աստծո անձներով մեր կյանքը, մեր ընթացքը եւ հավաքակ հայլերը, ընդունելով իր խոսքը որպես մեր ճանապարհի լույս եւ իր երկնային սերը որպես կյանքի առաջնորդ։ Գաղանտի հաջելի եւ ընկերային հավաքովը ամփոփեցիկ տարին։ Այս տարվա առաջին հավաքի ընթացքին եղբայրացության նոր սրահեններ վերհիշեցինք մեր պատանեկան տարիները վիդեոներով եւ նկարներով, ինչպես նաեւ ունեցանք հարց պատասխանի մրցում։ Իսկ երեք հավաքվեցանք պատրաստվելով այսօրվան եւ ուրախ ենք, որ մեր առաջին դարադարձը կնշենք ձեր հետ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Մեր մեծագույն շնորհակալությունը կուզենք հայտնել մեր Տեր Աստծուն, որ իր ողորմությամբ եւ շնորհքով սկսեցանք այս տարայության, պատրաստվելու որպես ժիվ մշակներ Տիրոջ թագավորության համար եւ վայելելու միմյանց սերն ու հաղորդակցությունը։ Ամուր թռնած Պողոս Արաքյալի խոսքը Ֆիլիպեցիս առաջին գլուխ 6-րդ համարի մեջ, ուր գսել այս մասին վստահ ելնալով, թե ան, որ ձեր մեջ բարի գործը սկսավ, մինչև Հիսուս Քրիստոսի օրը պիտի կատարե։ Նաև ուզենք մեր խորին շնորհակալությունը հայտնել եղբայրացության վարչության, որ հաջող քաջալերեցին մեզ իրենց աղոթքով եւ սրտանց մատուցած աջակցությամբ։ Շնորհակալություն երիտասարդացի քույրերուն եւ եղբայրներուն, որոնց հարաբերության շնորհիվ պիտի շարունակենք Տիրոջ սկսած գործը, պահելով մեր ամենամեծ ուժը, սերը եւ միմյանց եւ Աստծո հանդեպ։ Այն հավատքով, որ մեր ընթացքը կդառնա վկայություն, ոչ միայն մեր, հապա նաեւ մեր երկրի երիտասարդության համար։ Եվ վերջապես շնորհակալություն ձեզ, սիրելի առաջնորդներ, որ ձեր նվիրումով, հավատարմությամբ, ծառայասիրությամբ եւ բարի օրինակով առաջնորդեցիք մեզ Աստծո խոսքով։ Թող Տերը ամեն կողմանը օրհնե ձեզ, ձեր սահմանները ընդարձակե, իր ափսերը լացես բաղաբան եւ ձեզ չարեն ազատե։ Ամեն ողջունություն, քայլ, իմաստություն, սովորություն, աղի, սովորություն եւ բարօրություն ներասում, հարցերս առաջնորդներուն կողմեն երիտասարդացի անունով ու մենք ալունիկ փոքր նշաններ այդ իմաստով, որ սիրելիներ մեր նշանապանը ամուր բռնենք եւ այն բաները, որոնք ինձ մել լսեցիր, շատ վկաներով հավատարիմ մարդոց հանցնեն, որովհետեւ անոնք կարող են ուրիշներուն սորվեցնել։ Այսօր ուզենք առաջնորդներս ձեզի հոսրավիրել եւ այս փոքր նշանները ձեզի փոխանցել եւ ասել ամուր բռնեցեք այն բանը, որ այսօր դերը ձեզ փոխանցել։
Շնորհավորությամբ դիտեցնեմ վարչութենեն, որ իրենց աղոթքով, իրենց օրհնության աղոթքով արիններ այսօրը ավարտին պաշտպանենք այսօր։ Նախքան աղոթելը Աստծո բարքի դարձիներ այսօրվան համար կփոյանանք Տիրոջմեն, երբ կտեսնենք այս երդասարդ ցելունտը այսօր իրենց բաժինը տենում։ Հանգեցնելու համար յուրաքանչյուրիս մեր ծառայության սկիզբը այսպես էր։ Բայց դերը օրին քայլը քայլին երկողքին գնալով մեզի հոսացուց։ Մենք ացեզպես սկսանք սիրելի երդասարտներ եւ երդասարտներ։ Եվ պարտուդանք, որ Աստծո շնորհքը մինչև այս պահը մեզի հետ է։ Եվ կհավատամ, որ որքան ադեմ որ թուգա ձեր սիրտը, ձեր էությունը, ձեր մտածումը կապեք Աստծո հետ, Աստված ձեզ մեր յուրաքանչյուրն պիտի գործածի։ Եվ կհավատամ, որ ձեր մեջ են մեր եկեղեցվո ջիր մշակներ դուրս պիտի գան։ Աստված յուրաքանչյուրից տված է դաղանք, յուրաքանչյուրից տված է բարգև, եւ բարգը լավ ալիգա գործածեք Տիրոջ թագավորության եւ Տիրոջ դաշտի մեջ։ Եվ ժամանակն է, որ այս բոլորը զարգացնեք, եւ ժամանակն է, որ այս բոլորը դրամատրեք Տիրոջ ապահովության մեջ։ Եվ Տերը որպես մեր բրուդը եւ դուք որպես կավ դրամատրելով Տիրոջ ցերքի մեջ Տերը յուրաքանչյուրի գնեն անոթմա, որ չգա իրեն նմանը։ Շատ ապրիկ Տեր օրհնե ձեզի ինչ որ ըրիք եւ եղբայր Սրինալ իր սրտի խոսքով եւ իր աղոթքով վերջացնենք մեր պաշտոնը։ Նախ կուզեմ բարդ տալ Տիրոջ, որ մեր աղոթարանի, մեր եկեղեցին ասպիսի երդասարտներ վարկելից սիրով լեցուն եւ իրեն Տիրոջը սերը իրենց սրտին մեջ տնելով իրենց ծառայությունը կբերեն Տիրոջ բարդ բերելու համար։ Բարդ ուտամ Տիրոջ։ Եվ կուզեմ իրենց Տիրոջ խոսքի մեջ են այդ Տիմոթեոս, որ իրենք Տիմոթեոսի սերունդ են, ասեմ ոչ ոք թող արհամարե քո երդասարտությունը, այլ եղիր օրինակ հավատացյալներու խոսքով, վարկով, սիրով, հավատքով ու մաքրությամբ։ Բարդ Տիրոջ, որ դուք աս բոլոր բաները ձեր մեջ ունիք։ Ես ուզեմ պարագից բանալ իմ փորձառութենես աս խոսքինքով, որ առանց ամիջնալու, որտեղ ես ամիջնալ բարին համար իմ երդասարտության ավելի երդասարտ եղած ադենս, ինչպես եղբայր ասմեդը սա շատ բաներ ուսուցած եմ։ Չեմ ուզել, որ Աստծո դաշտի մեջ ամիջնողներ ելնանք։ Ուր որ մտնենք ելեք, Տիրոջը խոսքը ցանեցեք, որովհետեւ ձեր երդասարտության օրտնվի եւ ավելի քալեքսի Տիրոջ ճամփու մեջ։ Մեր գլուխները խոնարհեցնենք, պիտի խնդրեմ, որ կելեք։ Բարդ Տիրոջ, որ ուսերը մեր մեջ տրածեցներ։ Եվ մեր զավակները, մեր երդասարտները գանչած եւ իրենց սրդերը քեզի նվիրած են Տեր։ Բարդ ուտամ Տեր, որ իրենց հետն ես, իրենց ցերկեն բռնած, իրենց հետ կգալես եւ պիտի գալես Տեր, որովհետեւ տուն ըսիր ես ձեր հետն եմ մինչև աշխարհի վերջը։ Բարդ ուտամ Տեր, որ իրենք սիրահոժար ու կան իրենց ծառայությունը բերելու կուպարկը պատմելու շնորհակալ եմ Տեր իրենց առաջնորդներուն համար օրհնելով օրհնե զորացուր իմաստությամբ լեցուր որբեցի դյուրին չէ երդասարտին հետը Դեր վարվիլը սիրտը շահիլը բայց բարդ Տիրոջ որ մեր առաջնորդները անսիրտ ունին անհոգին ունին որբեցի մեր երդասարտները առավելի ջանցնեն քեզի առավելի գանչով Տիրոջ ալանչը Տիրոջ ցայնը լսելու իմաստությունը դան մեր երդասարտները Բադիր երկրպագություն քեզի գվայրեր ամեն եւ միշտ ամեն
Հիմա սիրելիներ վար պիտի իշխենք, մեր առաջին տարեթարցի քեյքը պիտի գտրենք և պիտի ասենք։